Անկեղծությանը շատերը չէին հավատում։ Ոմանք քննադատում էին, ոմանք անտեսում դրա գոյությունը։ Իսկ իրականում ինչ էր տեղի ունենում նրա եւ իրենից 33 տարով մեծ տղամարդու միջև։ Ճակատագրական սեր, թե այս ամենը եւ ոչ միայն կբացահայտենք քիչ անց։ Բարև ձեզ Լիաննա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդման հրավերը։ Շատ հաճելի է ձեր տաղավարում գտնվել ու շատ հաճելի է այսպես նայել ձեր աչքերին ուղիղ, ճիշտ ասած, շատ գեղեցիկ աչքեր ունեք։ Անչափ շնորհակալ եմ։ Այսօր հուլիսի 1-ին Կարեն Ջանիբեկյանը կդառնար 80 տարեկան։ Եվ արդեն 2 տարի է ինչ ստիպված եք նրա ծնունդը նշել առանց իրեն։ Կարծում եմ, որ նույնիսկ բառերը այս դեպքում քիչ են նկարագրելու այն մեծ ցավը, որ զգում եք, որովհետև ընդհանրապես եթերից վայրկյաններ առաջ դուք պատմում եք, որ այս 2 տարիների ընթացքում ձեզ գրեթե ոչինչ չի հետաքրքրում բացի աշխատանքից։ Այս ինչ անսպասելի էր։ Դժվար է։ Հատկապես ինչ։ Գիտեք ինչ, ծնունդը կապ չունի։ Ես նույնիսկ իմ ծննդյան օրը չեմ սիրում նշել, որովհետև ամեն օր է մարդու ծնունդը եւ ինձ համար համենայն դեպս հուլիսի 1-ը որպես Կարենի ծննդյան օր է, քան ինչ-որ ինքը ճիշտ այդ օրը ես ավելի էմոցիոնալ կլինեմ երևի իմ ներաշխարհում, իմ ներսում, սակայն այնուհանդերձ դա հեչ կապ չունի, որ հուլիսի 1-ն է Կարենի ծննդյան օրը, թե որևէ մի ցանկացած օր։ Որտեւ ամեն րոպե, ամեն ժամ հարազատի ներկայությունը երբևէ ոչ մեկին չի խանգարել։ Դուք զգում եք նրա ներկայությունը այս պահին։ Իմ ներսում հա, բայց երբ որ գնում եմ գերեզման, շատ օտար է։ Այն միջավայրում, որ իր հետ եղել ենք, այնտեղ ես շատ ինձ միայնակ եմ զգում, օտարված եմ զգում։ Այնտեղ ես իր ներկայությունը չեմ զգում, բացակայությունն եմ զգում։ Ու ամեն վայրկյան ինքս ինձ ասում եմ, Կարենայի, որ այստեղ լինեիր, այս բանը թույլ չէր տա, որ այսպես լիներ, այնպես լիներ, ու ոնց որ նոր եմ հասկանում, թե ինչու էր ինքը այդքան վատի նկատմամբ ոչ հանդուրժողական, վատի նկատմամբ ոչ աչքեր փակող։ Սովորաբար մենք սիրում ենք, օրինակ ես ինքս աչք չեմ փակում, աչք եմ փակում վատի նկատմամբ, բայց լավի նկատմամբ միշտ այսպես շատ բաց եմ։ Իսկ Կարենը կարող է լավը դա նորմալ համարել, բայց վատի նկատմամբ աչք չփակեր։ Լիաննա, տեսեք, բայց կարծես թե դուք այս ամենին պետք է որոշակի առումով պատրաստ լինեիք, որովհետև դուք ձեր կյանքը կապել եք մի տղամարդու հետ, ով ձեզանից մեծ էր 33 տարով։ Թիվը կարծես թե ամեն ինչ արդեն ասում է։ Եվ ավելին, այդ տղամարդու հետ կյանքը կապելու համար դուք նույնիսկ հրաժարվել եք դեր կյանքից եւ մեկ անգամ ասել եք, որ ես կորցրեցի ամեն ինչ։ Մոսկվայի իմ կյանքը, բիզնեսը, ամուսնուս նախկին, այսինքն դա դրան էր նախորդել, այսինքն այն կյանքը, որով դուք մինչ այդ ապրել եք։ Եվ որոշակի առումով ձեզ համար այս ոչ ժամանակին բաժանումը սպասելի չէր։ Դուք մտովի չէիք փորձում պատկերացնել, որ գալու է այդ օրը։ Երբևէ չէի ուզում պատկերացնել, որովհետև նախ մենք Կարենը ինչ ասում էր, անում էր։ Ինքն ասել էր 15 տարի հեչի պես կապրեմ, դու իմ կյանքը երկարացրիր ու ես պատկերացում ունեի, որ 15 տարին ապրանք հետո ինչ իմանանք ոնց է լինելու, բայց իմ նախորդ ինչ որ կորցրել է ես այսօրվա դրության փոշման չեմ ինչու, որովհետև ես Կարենին գտնելով ես հորս էի վերագտել։ Գիտեք, օգտվելով առիթից մի բան կուզենայի ասել, որ մեր հայերս ընդհանրապես շատ են, չգիտեմ, փոքրուց այնպես են մեր երեխաներին դասիրակում, որ մենք փոքրուց առանց մեր ծնողի ներկայության այնտեղ մի քիչ տարբերություն ա լինում, մեկը մայրապաշտ է, մեկը հայրապաշտ է։ Իմ պարագայում հայրապաշտությունն էր ու երբ որ ես իմ հորը կորցրի, այդ օրն եմ ես կորցրել ամեն ինչ։ Ունենալով ամեն ինչ, Մոսկվայում բիզնես, լավ շրջապատ, երեխա, խելոք երեխայի հայր, որ իր զավակին անգամ չեր ասի աչքիդ վերևն ու կա, իսկ ինձ պաշտում էր, ասում էր դու իմ թաքուհին ես, որովհետև
դու ինձ պրինցեսա ես արքայադուստր ես պատկերել։ Այո։ Հասկանում եք, այս տեսակ հարաբերությունն այր է եղել ու դա շատ կարճ ժամանակում է փլուզվել, սակայն ես էլի դա չեմ համարում կորցրած, որովհետև դրանից առաջ հորս կորցնելով նրա դագաղի առաջ ես տեսա, որ ամեն ինչ կորցրել եմ։ Ես տեղյակ եմ, որ ձեր հոր կորստից անմիջապես հետո դուք հենց նրա դիակի մոտ երդվել եք եւ այդ մասին շատ եք խոսել, որ երդվել եք, որ պետք է հավերժացնեք նրա հիշատակը։ Եվ որպես դրա համար լավագույն լուծում գտել եք պիես գրելը, որը հետագայում պատկերացնում եք, որ պետք է միանշանակ խաղա Կարեն Ջանիբեկյանը, որին մինչ այդ դուք չեք ճանաչում։ Բացարձակ։ Ի վերջո դուք կարողացաք հետ բերել Կարեն Ջանիբեկյանին։ Նա 13 տարի լռում էր, ոչինչ չկար։ Շատ էր խոսել այն մասին, որ նա գարիում փակվել էր եւ նեղացել էր աշխարհից։ Բայց ձեր կյանքում էլ հեշտ էտապ չէր, որովհետեւ Կարեն Ջանիբեկյանը այս առիթով ասում էր, որ դաժան ընթացք ունեք, նույնիսկ եթե չեմ սխալվում, մեկ անգամ նա ակնարկեց, որ դուք պատրաստ եք ինքնասպանության նման հոգեվիճակի մեջ եք։ Այսպես ասեմ, իսկապես երբ պատճառը ելի եմ ասում այդ երթումներ։ Պատճառն այն երթումն էր, որ ինձ 8 տարիներ պատրաստել էր բերել դեպի հայրենիք, դեպի Կարեն Ջանիբեկյան, իսկապես ես Կարենին չեմ բացի էկրանից մի բառ, մի ինֆորմացիա չեմ ունեցել։ Այդպես պիտի լիներ ուրեմն այդպես պիտի լիներ։ Ես մի մարդ եմ, ով ճակատագրի հետևից, ճակատագիրը ինչ իրեն մատուցում է, ինքը գնում է դրա հետևից։ Ես չեմ ստեղծում ինձ համար պատրանքներ, ես չեմ ստեղծում ինձ համար երազանքներ, ինձ համար Կարեն Ջանիբեկյան, Լիան Անթարյան դա այնքան տարբեր բևեռներ են եղել, իմ այն ամենաքաղցր երազում երևի ես չէի էլ երազի դրա մասին, այդ անկեղծությունն ըստ երևի թին Կարենը գնահատեց ինձ իմ մոտ ու այն պահին, երբ որ իմ հարազատները ինձնից երես թեքեցին, իրենք երես թեքեցին ինձնից, որպեսզի ստիպելով ինձ հետ բերեն նախկին կյանք, բայց ես չգնացի այնտեղ, որովհետև ինձ համար թանկ էր դագաղի մոտ տված երթումը, ու ես նեղացա այդ պահին բոլորից միայն Կարեն Ջանիբեկյանը ինձ հասկացավ։ Այսինքն դուք ճիշտ պահին հայտնվեցիք միմյանց կյանքում։ Ճիշտ մարդու մոտ, ով լրիվ հասկացավ ինձ։ Երբ որ ես ասացի, որ ես իմ հորը պետք է անմահացնեմ, երբ որ Կարենը տեսավ, որ դրա մեջ ինքն իրեն գտավ, ինքն իրեն տեսավ, Կարենը շրջապատված էր լավ մարդկանցով, մեծ գերդաստանով, ժողովրդի սերն էր վայելում, բայց ինքը ես հաստատակամ եմ ձեզ ասում, ինքը ներսից միայնակ մարդ էր։ Նույն տեսակը նաև ես եմ, մենք շատ իրար նման էինք։ Ու այդ պարագայում Կարենը միայն ինձ հասկացավ։ Լիան, իսկ ինքնասպանության մասին, մտորումների մասին ինչ կասեիք, արդյոք դրանք իրատեսական էին այդ շրջանում ձեզ համար, արդյոք նման փորձեր իսկապես կատարվել էին։ Նման փորձեր Կարենից հետո է կատարվել։ Սա թերևս առաջին անգամ եք այս մասին խոսում։ Այո։ Իսկ Կարենի այդ ասացի դեպքում, եթե Կարենը չլիներ, միգուցե լիներ նման բան, բայց Կարեն Ջանիբեկյանը իմ ընկերը, իմ հարազատը, իմ թանկը, իմ կողքն է եղել։ Այսինքն, եթե նա չլիներ, մենք խոսում էինք, ես միշտ իրեն շնորհակալություն էի հայտնում դրա համար։ Շնորհակալ եմ վարպետ, որ դուք իմ կողքը հայտնվեցիք, թե չէ ես ինչ էի անելու, իմ հպարտությունը, ես գոռոզ մարդ չեմ, իմ հպարտությունը թույլ չէր տա գնամ, խնդրեմ, պիտի մի վատ բան արած լինես, որ դրա դիմաց ներողություն խնդրես, նույնիսկ եթե քո դիմացինից չի Աստծուց, ես արած ոչ մի վատ բան չունեի, ես ումից պիտի ներողություն խնդրեի, այսինքն ինձ ես որպես մարդ էի, կին չէ, մայր չէ, աղջիկ չէ, սենց ինչ որ որպես մարդ ես վիրավորված էի, ես ինչ արեցին ինձ հետ, за что? Ու Կարեն Ջանիբեկյանը ինձ ասաց, ես քեզ հետ եմ աղջիկ ջան, պիրիոդ։ Լավ, իսկ ինչը հետ պահեց ձեզ այդ քայլից, ասացիք, որ Կարեն Ջանիբեկյանի մահից հետո նման փորձ կատարել եք։ Դա եղել է մասոկամոկ ապրել եմ։ Լիաննա, ես հիշում եմ, որ նախքան նրան հանդիպելը,
երբ դուք բավական ոգևորված եք եւ աշխատում եք արդեն ձեր պիեսի վրա եւ փորձում եք այդ ամենը նրա հետ քննարկումներ եք կատարում, որպեսզի արդեն ներկայացումը բեմադրվի, այդ ժամանակ այդ նույն ոգևորությունը չուներ ձեր ամուսինը, ավելին բավական կոպիտ էր արտահայտվել ձեր գրած ձեր ստեղծագործության մասին եւ այդ առիթով նաեւ մեկ անգամ դուք նշել եք, որ ձեզ եւ Կարեն Ջանիբեկյանի միայն սկզբնական փուլում կապում էին աշխատանքային հարաբերությունները, բայց չէ՞ որ դուք նաեւ խոստովանում եք, որ երբ գնում եք նրա մոտ սցենարին ծանոթացնելու, այդ ժամանակ դուք արդեն վախենում եք որպես կին, որովհետեւ լսել եք, որ նա բավական շատ կանանց հետ է հարաբերություններ ունեցել, այսինքն ձեր կողմից եթե չկար ուշադրություն, նրա կողմից եք զգացել այդ ուշադրությունը, որ այդչափ մտավախություն ունեք։ Չէ, պարզապես թատրոնում ինձ ասացին, որ եթե Կարենին հրամցնեք, ապա ինքը կամ կընդունի, կամ չի ընդունի։ Իսկ եթե պարզապես դուք այդ թղթակույտը տաք իրեն, թղթապանակը, ապա ինքը պիտի գցի դարակ։ Ես արդեն այդ ժամանակ ծանոթանալով իր տեսակին, իմանալով իր տեսակը ու ինքը ինձ ուժամի էր կանչել իր տուն։ Դրանից է ես ընդհանրապես վախեցել, թե չէ ընդհանուր ինձ մտավախություն չունի, ասում եմ ժամին ինչ է այս մարդից կանչում, ուրեմն ճիշտ էին ասում։ Այսինքն նրա կողմից այդ շրջանում ուշադրություն չկար։ Բացարձակ։ Գիտեք ինչ, մեզ երևի ավելի շատ իրար որ ասում հրահրեցին դեպի մերձեցում ավելի շատ մեր շրջապատի մարդիկ, քան մենք ինչ որ մտածեինք դրա մասին։ Բայց ես ինչու էի իր հետ անընդհատ էլի, որովհետև ինձ ասում էին, որ Կարեն Ջանիբեկյանը չի կարդում։ Եվ ինձ ընկերները Վալերի Թումասյանը վկաներ ունեմ, ովքեր ասում էին Լիանա մաքրի, այդ գլխավոր դերը, խոսքերը մաքրի, որ Կարենը կարողանա, ինքը անգիր չի անում, ասում եմ, չհասկացա, որ գլխավոր դերը մաքրեմ, բատակը ինչ թողնեմ։ Եվ խորամանկության դիմեցի, մաքուր, անկեղծ խորամանկության։ Պարոն Ջանիբեկյան ուր եք գնում։ Գնում եմ ճուկոն, կերակրեմ հետ դառնում։ Սպասեք, ես գալիս եմ։ Մինչև գառնի 35 րոպե պիեսու կես հետ դարձին այն մնացած կեսը ու մի հատ լիարժեք պիես։ Փաստորեն 3 անգամ օրվա մեջ սկզբից մինչև վերջ ընթերցել եմ Սարերում կյանք կա պիեսը, սկզբից մինչև վերջ, ոչ միայն իր հատվածները, այլ ամբողջությամբ։ Այսինքն, երբ որ մենք գնացինք միզանսեն, բոլորից առաջ Կարենը գիտեր բոլորի դերը։ Սա էր ամբողջ խնդիրը։ Իսկ ժողովուրդն ասում էր Կարեն Ջանիբեկյանը նիվայով մի երկարավոտ աղջիկ տարավ։ Բայց միայն ժողովուրդը չէր ասում, խոսում էր նաև ձեր ամուսինը։ Նա կարծես թե որոշակի առումով ինչ որ կանխազգացում ուներ։ Համենայն դեպս նա մեկ օր կանգնեց եւ ասաց, որ պետք է դուք ընտրություն կատարեք, թատրոնը թե ընտանիքը։ Եվ դուք ընտրեցիք, որքան էլ որ տարօրինակ է, կարծում իր համար համենայն դեպս տարօրինակ կլիներ, ընտրեցիք թատրոնը։ Այո։ Ուրեմն երբ որ իմ աղջկա հայրը եկավ եւ իմացավ, որ ես մտել եմ թատրոն եւ ես այսպես ասած գործնական հարաբերությունների մեջ եմ Կարեն Ջանիբեկյանի, ասաց. Ինչ։ Այդ բաբնիկի, ասում լսի 70-ից մարդը ախել գլուխը թավակի, ասում ոչ, դու չես մտնի այնտեղ։ Ասում լսի ես լավ պիես եմ գրել, մի հատ կարդայելի 70 տարեկան ամուսինը կնոջից երեխա, ինչ Կարեն Ջանիբեկյանը քեզնից երեխա է ուզում։ Այսպես, այսինքն ինքը կամ առաջնախոս է, այսպես, այո, իսկապես դա այդպես էլ եղավ ու ինքը թողեց կամ ես ես մտածեցի, եթե այսքան տարվա իմ կյանքի ընկերը, որ պիտի վաղուց, շատ վաղուց արդեն ինձ ճանաչելով հանդերձ հավատար ու չի հավատում Աստված իր հետ, ես չեմ կարող այդպես պահել զորով մարդկանց իմ կողքը։ Եվ զրույցի ամփոփիչ հատվածում դուք Կարեն Ջանիբեկյանի վերջին սերն եք, 5-րդ, եւ միասին անցկացրիք 6 տարի։ Սակայն ուշագրավն այն է, որ օրինակ նրա երեխաներից, եթե չեմ սխալվում, Սոս Ջանիբեկյանը չի ընդունում ձեզ որպես իր հայրիկի վերջին սեր։ Ավելին նա նշում է, որ իմ հայրը ընդամենը 4 կին է ունեցել։ Ճիշտ է ասում։ Եվ հետաքրքիր է, ինչ եք կարծում,
ինչով է պայմանավորված սոսի այս տեսակ վերաբերմունքը ձեր անձի հանդեպ եւ առհասարակ այնպես չէ որ նա միակն է շատերը ձեր սիրո անկեղծությանը չէին հավատում քննադատում էին մտածում էին որ դուք դա արեցիք որովհետեւ նա Կարեն Ջանիբեկյանն էր եւ դա ձեզ կօգներ դառնալ հայտնի դրամատուրգ բայց օգնեց որ դառնամ հայտնի դրամատուրգ չէ այսօր նորից նույն Ռաբատյակ Լիանան եմ գիշեր-ցերեկ աշխատող թե այն ժամանակ Կարենի կողքը ով գիտի որ մարդիկ մի անգամ ինձ մի աղջիկ ասաց Լիանա այդ ինչ դրամատուրգիա է Լիանա այդ ինչ դիալոգներ է Սիրուզան ջան երբ որ դու քո ամուսնուն գրկած քնում ես Լիանա Անթարանյանը ստեղծագործում է ես գիշերն աշխատել ստեղծագործել եմ ցերեկը գնացել եմ դասի Բայց չէ որ դուք մինչ այդ այլ ոլորտում եք աշխատում, այսինքն նա օգնեց ձեզ մուտք գործել եւ ինչպես դուք եք նշում գլխավոր մուտքից։ Հա, անշուշտ, բայց դրա համար ես պաշտում եմ Կարենին։ Չէ որ մեր կյանքում ամեն ինչը լեղել է, բայց այն պաշտանմունքը ես վատը գցում եմ։ Այն պաշտանմունքը հենց այդից է։ Իսկ ինչ վերաբերում է Սոս Ջանիբեկյանի արտահայտությունը, ինքը ճիշտ է անում։ Ինչպես կարելի է ընդունել մի կնոջ, ով որ պարզապես ասենք իր հետ արյունակցական ոչ մի կապ չունի։ Այ եթե մենք երեխա ունենայինք, նրանք շատ իմիջայլոց իրար սպայկային։ Ես չեմ տվել իրենց եղբոր որպես ժառանգություն չեմ թողել իրենց ոչինչ, իսկ ինչու ինքը պիտի ինձ ընդունի։ Ինչու։ Իսկ ինչու պիտի Բայց չընդունելու պատճառ էլ կարծես թե չպետք է ունենար։ Իհարկե, չէ, դե գիտեք ինչ, դա մարդու տեսակից է, դե հիմա եթե ինքը այդպեսին է, ես ինչ ասեմ։ Ես ասեմ, չէ, դու ինձ պիտի ընդունես, ժամանակը բուժի չէ, ժամանակ ամեն ինչ։ Նա չէր հավատում եւ կարծես թե չի հավատում ձեր սիրուն։ Բայց ես պաշտել եմ, ես չեմ սիրել, ինչի պիտի հավատա։ Ինքը իր մտածած սիրուն է հավատում, պաստելին է հավատում, իր Կարեն ինձ մի անգամ մի լավ բան ասաց, ես ամբողջ կյանքս պարզվում է, ես պիտի դառնա 72 տարեկան, որ հասկանամ, որ սխալ ընտրություններ եմ արել։ Հիմա ես դրա արդյունքում չընդունեմ Կարեն Ջանիբեկյանի ունեցած ժառանգությունը նախորդ կյանքում, չէ, դրանք իմն են։ Իրենք ուզում ընդունեն, ինչ չընդունեն, ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել, որովհետև դրանք կոսվեն, դրանք իմը չեն, իմ արգանդինը չեն, իմ երակինը չեն, համենայն դեպս։ Նույն վերաբերմունքը կա նաև մյուս երեխաների կողմից։ Դեպի ինձ։ Այո։ Գիտեք ինչ կա, ես մի բան պիտի ասեմ։ Մեր տանը մի հատ մեծ սեղան ունենք։ Ես դա գնել եմ մենք Կարենի հետ գնել ենք, որպիսի Կարենից երազանքը իրականանա, որ ինքը նստի գլխավերևը եւ իր երեխաները իր շուրջը։ Եվ այդ սեղանը երբ որ առանք համալրվեց մի պահ տեսանք որ 35 հոգի է նստած այդ սեղանի շուրջ եւ բոլորը Կարենին հարազատները որովհետեւ իմ հարազատները երես էին թքել ինձնից մի հարազատ չունեի սպասավոր էինք ես եւ աղջիկս այդ ամբողջ Գերդաստանին եւ այդ մարդիկ իմ տանը հաց են կերել իմ Սարկածն են կերել, Կարենինը չի եղել, իմն է եղել, իմ կենացն են խմել, հասկանում եք սա, եթե պիտի ուրանալ, Այդ թվում նաև Սոսը։ Իհարկե, Սոս Ջանիբեկյանի սիրած ուտեստները խնդրեմ, ասեմ, ինչ է նա խնդրում, ինչ եմ պատրաստ է հատուկ իր համար, մենք լավ ընկերներ ենք եղել, ինչի մասին է խոսքը, շատ լավ ընկերներ, ընդհակառակ, ինքից թաքուն բաներ կաս, Լիան, կոնյակը պետք, ասում էի Եսա լեցնեմ, պապան չգիտի, որ ինքը խմում է, լեցնում էի Սոս, կողնյայում է, գնմեք։ Բա ինչը փոխվեց այդ դեպքում։ Գիտեք ինչ համամարտկային արժեքներ ես երևույթին, շատ խելացի մարդիկ, կյանքի փորձ ունեցող, ասում էին դե այդպես էլ պիտի լիներ։ Մյուսին նյութապաշտություն երևի, ինչակաղծություն, ես ինքնահաստատում, երևի Կարեն Ջանիբեկյանը ինչ շատ էր բարձրացրել, երևի մի քիչ նախանձը պիտի լիներ, ինձ թվում է, ինչու՞ չէ, բայց իհարկե դա իմ կողմից երբևէ չի եղել, ընդհակառակ այնքան եմ, եթե տեղն ընկնի, ես այնքան եմ ասել ոչինչ, կար, քո երեխեքն են, կար, հատկապես Սոսին ինքը շատ սիրում էր, Կարեն Իմիջայլոց շատ սիրում է, նրան շատ է խիստ է նրա նկատմամբ ու շատ էր Սոս դրանից տարապում, ճիշտն ասած, Կարենը Սոսին շատ է նեղացրել այս առումով, բայց երևի գիտեր ինչու, երևի էլի ինչ որ արանքում ես կայի, բայց ես միշտ ասել եմ, կար Նորմալ ամեն ինչ նորմալ է, ես բոլորին միայն առողջություն եմ ցանկանում, մնացածը մենք իրար բարև կտանք, բարև չենք տա,
Գործն է անմար, լավ իմացեք, որ հիշվում է դարի-դար։ Ունեք նրանով մարդ կգա ու մարդ կերտ աշխարից։ Սա իմ ակունքներն են։ Հովհաննես Թումանյան։ Իսկ այդ սերը երեխաների կողմից կար չէ հոր նկատմամբ, այսինքն այնպես չէ որ նա անտեսված էր։ Կար, պարզապես իրենք գիտեին, որ Լիանա Անթարանյանը, իմիջայլոց իրենք ինձ որպես իրենց հարազատ քուրել, հարազատ չէ, քուրել ընդունում են եւ Կարենն էլ էր ասում, ձեր 6-րդ քուրն, նույնիսկ Կարենը, երբ որ վանակատուն մենք անում էինք եւ ինքը արդեն վատառողջ էր, ես ասում եի կարարի քո առողջականով զբաղվենք, ասա չէ, ես իմ 5-ին տեղավորել եմ, դու իմ 6-րդն ես, ես պիտի նստացնեմ ձիու վրա, որ դու գնաս։ Սա է եղել, то есть իրենք իմացել են, որ իրենց papan շատ հոգատար ձեռքերում է, իրենք էլ միշտ սպայկա են եղել, երբ Կարինը հիվանդացավ, մենք հավաքվել ենք, մենք միասին ենք, երբ որ Կարինն ասաց Լիանա ինչ անեմ, ասի ես մենակ ոչինչ չեմ անի, կինն եմ, իրավունք ունեմ որոշումը կայացնեմ իմ ընտանիքի որոշումները կայացնեմ ես։ Ասացի կար երեխեքին հավաքի, հասկանանք։ Մեծ տղան ասաց, չէ պապ, ես չեմ ուզում քեզ կալեկա տեսնեմ, որ քեզ վիրահատեն, թոքդ հեռացնեն, ապարատներով մանգաս տան մեջ իմ խիղճը ինձ կտանջի, դու էլ չես դիմանա, քեզ հաստատ մի բան կանես։ Կարին որ հիվանդ էր ես այնքան եմ շատ բաների միջով մենք անցանք, շատ ինքը նույնիսկ մի պահ ուզում էր կախվել, բան, ասում եմ, ինչ ես ասում, նման բան չա, շատ վախեցել եմ, շատ բուրն ա եղել, շատ ամեն ինչ եղել ա մեջ, ամեն ինչ։ Եվ հետո գիտեք ինչ, այդ դաժանը մի անգամ Սոս Սարգսյան ինտերվյուն էի կարդում, ասում էր, կուզենամ վերջս բարի լինի այնքանով, որ իմ ռազումը չկորցնեմ։ Իսկ Կարենս արդեն սեպտեմբեր ամսից 2 մետաստազ ուներ ուղեղում։ 2 մետաստազ ինքը արդեն նիադեկվատ էր։ Այնքան բաներ ա եղել, դա մեր ընտանեկանն ա, ես հիմա հո չեմ նստելու կյանքս պատմեմ։ Ամեն ինչ ճիշտ ա եղել, ամեն ինչ լավ ա եղել, ամեն ինչ Աստծո կամոք ա եղել։ Չգիտեմ։ Վերջաբանի փոխարեն մեջ բերեմ ձեր միտքը։ Մենք ամուսիններ չենք եղել, ես եղել եմ իր ծառան, ինքն իմ տերը եւ հակառակը։ Մենք իրար տեր ու ծառա ենք եղել, ինչն արել ենք անմնացորդ։ Անմնացորդ։ Նարեկացի է։ Նարեկացու առաջ եմ ասում։ Անմնացորդ։ Շնորհակալ եմ ձեր անկեղծության համար։ Շնորհակալ եմ նաև ձեր սիրո համար, որովհետև այդ սերը բեմ բերեց մեծ դերասանին։ Հետ բերեց ավելի ճիշտ տվյալ պարագայում։ Շնորհակալ եմ։ Եվ վերջում նկարահանման աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ մեկ հասցեմ գործող Ժանպոլ էքզիստենցիալ սրճարանին։ Դիմահարդարումն ապահովելու համար շնորհակալություն Ծինա Թևոսյան Բյութի ցենտրին, հասցե Բաղրամյան 85։ Վարսարդարվան համար շնորհակալություն H2 Beauty Lounge-ին, հասցե Սարյան 16։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Նավավար ձկնալի ըմպելարան։ Հաղորդման գործընկեր Ժանպոլ էքզիստենցիալ սրճարան։